ուսումնասիրության առարկաները եւ հետագայում դատական քննության առարկաները, ապացուցման առարկաները, այսինքն ինչ փաստեր պետք է ապացուցել հանցավորության դեմ պայքարի հիմքով սկսված ուսումնասիրության դեպքում, մասնավորապես վաճառահետևանքային կապ եւ այլն եւ ինչ փաստեր պետք է ապացուցվեն կոռուպցիայի դեմ պայքարի հիմքով սկսված ուսումնասիրության։ Պարոն Դավթյան, այս պահի դրությամբ մենք քննարկում ենք ընդհանուր միջնորդության թույլատրելիությունը եւ այն ինչի վերաբերում է ապացուցման հետ կապված, դա կքննարկվի ստեյության քննության շրջանակում եւ կբաշխվի ապացուցման բեռը կամ այս ապացուցման բեռի մասին չեմ խոսում, այլ այն գործողությունների, որոնք արդեն իսկ եւ սահմանադրական դատարանի դիրքորոշումն է, որ ուղղակի սահմանադրական դատարանի ստակեցրել է նպատակները եւ ըստ էության ցույց է տվել այն ուղենիշները, որի դեպքում իր հանցավորության դեպքում, եթե հանցանքի հետ կապն է, պետք է ցույց տալ որոշակի հավաստիության, որ անձը կարող է ձեռք բերած լինել այդ գույքերը։ Հանցանքից հետո եւ կոռուպցիայի դեպքում եւ կոռուպցիայից հետո անձը պաշտոնավարումից հետո, եթե կա իր բարեվարկության հետ կապված խախտումներ եւ դրանից հետո ձեռք բերված գույք է, ըստ այդմ դա կարող է եւս բռնագծվել։ Այստեղ որևէ խնդիր չկա, այս ընթացքում արդեն երբ գործի քննության ընթացքում կբաշխվի ապացուցման բեռը եւ դատարանը կդիմի պարտականություն ցույց տալու այդ կապը, արդեն ըստ էության կողմը կներկայացնի դիրքորոշումը յուրաքանչյուրի դեպքում որ մասով ինչն է ապացուցվում։ Այսինքն դա այն պարտականությունն է, որը դրվելու է ապացուցման բեռը բաշխելուց հետո որոշմամբ եւ ըստ էության յուրաքանչյուր կողմ ապացուցել իր վերադրված պարտականությունը։ Լավ, այդ դեպքում եթե պնդում եք, որ որևէ տարբերություն է դեպքում ընթացակարգերի միջև չկա, դեպքում հիմքով սկսված ուսումնասիրությունների եւ գործերի միջև չկա, ընդհանրապես ինչու է առաջացել այս միջնորդությունը ներկայացնելու անհրաժեշտությունը, եթե չհաշվենք այդ հաշվարկային փոփոխությունները, որովհետև միջնորդությունը եւ հայցի հիմքի առարկայի փոփոխությունը ձեր ներկայացրած միայն հաշվարկի փոփոխության մասին չէ, կարծում եմ սա չէ։ Ստակեցվել են հիմքերը, այսինքն ստակեցվել են հիմքերը, որը բարույթ հետևում է, քանի որ սահմանադրական դատարանը նշել է ուղղակի, որ այս երկու նպատակները կան եւ դա ուղղակի հստակեցվել է բարույթի շրջանակում։ Այսինքն եթե նույնիսկ մենք այս հստակեցումը չանեինք, որ ներկայացված հայցադիմից փոխում է, որովհետեւ այնտեղ կան տվյալներ, այն ինքը, որը սկսվել է հանցավորությունը եւ այն զբաղեցրած պաշտոնները, որ պարոն Հայրապետյանը զբաղեցրել է։ Այսինքն այս երկու նպատակը, որը բխում է, որը սահմանադրական դատարանը նշել է, այս տվյալները եղել են հայցադիմի մեջ, այսինքն ես որ միջնորդությունը ներկայացրել, ըստ էության այդ տվյալների մեջ որևէ փոփոխություն չեմ կատարել։ Ես նշել եմ, որ օրինակ, երբ արկա է պաշտոնները, այս պաշտոնը զբաղեցնելուց հետո արկա է կոռուպցիայի դեմ պայքար, երբ հանցավորությունը այս մասին։ Եթե շարունակվես, չեք դուրս կհարազում դրանից։ Ըստ էության հարկի դատարան պատասխանեցի այս հարցին։ Չէ, տվյալները կային, տվյալները բազմաթիվ տվյալներ կարող են լինել, բայց մենք քաղաքացիական դատավարություն ունենք եւ դատարանը ex officio իրականացնում այլ ձեր հայցի հիմքերի եւ առարկայի շրջանակներում իրականացնում եւ այդ կապակցությամբ քիչ առաջ նշեցիք, որ հայցի հիմքերի լրացում է տեղի ունեցել եւ ամփոփելով ճիշտ եմ հասկանում, որ այդ հիմքերի, այսինքն ոչ թե փոփոխություն մեկ նպատակը փոխարինվել է մյուս նպատակով եւ մեկ հանրային շահը փոխարինվել է մյուս հանրային շահով, այլ լրացվել է հանցավորության դեմ պայքարի հանրային շահին, լրացվել է կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահը, որպես ձեր հայցի հիմք։ Այո, ըստ էության կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը հստակեցվել է բարույթով, որը ըստ էության տվյալների ես արդեն իսկ նշեցի, դրանք առկա են այդտեղ հայցադիմում, այսինքն որևէ փոփոխություն ես մասով տվյալների, որը հայտնի չի եղել, չի փոփոխվել։ Այսինքն ես չեմ ավելացրել, ինչ որ պարոն Հայրապետյանի զբաղեցրած պաշտոնների մեջ այնտեղ տվյալներ չեն փոփոխվել։ Պաշտոնները, որ անձը զբաղեցրած է եղել, այդ տվյալները եղել են ինչպես ասել նշեցի ուսումնասիրության ընթացքում կազմված փաստաթղթերը, այնպես էլ ներկայացած հայցադիմի մեջ։ Չեմ ավելացրել, որ պարոն Հայրապետյանը զբաղեցրել է ինչ որ պաշտոններ, դրանից բխող նաև որ սրանից հետո հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի տվյալները եղել են, ես նշել եմ ուղղակի այդ միջնորդությունը ներկայացնել, նշել եմ, որ այս պաշտոններից զբաղեցնելուց եւ դրանից հետո ձեր բերված գույքերի մեջ եւ էական տարբերությունը պայմանավորված արկա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ, որը նշել է նաև սահմանադրական դատարանը։ Շատ լավ, այլևս հարցեր չունեմ, հարգելի դասարան, ես մեկ հարց ունեմ։ Գրքին ասել, ես ճիշտ հասկացա, որ դուք նաև այս լավացման հիմքում հաստական տվյալներ, մասնավորապես ուսումնասիրել եք պարոն Հայրապետյանի ելույթները, հանցազրույցները եւ այդ ելույթներով հանցազրույցները հաշվի առնելով փոփոխություններ եք անել։ Խոսքը վերաբերում է դուք ընդգծեցիք Մանուկյանյանի
Հայաստան-Մակեդոնիա խաղի վերաբերյալ Հանրապետության հարցադրությունները հիմք ընդունել ու փոփոխություններ արել։ Ես ճիշտ հասկացա։ Դա դրվել է հիմքում, այո։ Այսինքն դուք պարոն Հայրապետյանի բոլոր հրապարակային հարցազրույցների ելույթները ուսումնասիրել եք, առանձնացրել եք Մակեդոնիա խաղը, թե մենակ այդ Մակեդոնիան պատահեցեց, ես դա եմ ուզում հասկանալ։ Բնականաբար կարելի է մեթոդաբանությունը հասկանալ, ես եք հարցերում նշել դրա։ Եթե դատախազությունը հիմք ընդունել պարոն Հայրապետյանի հարցազրույցը եւ այդ $5,000 ավելացրել հարցադրումով, մենք հասկանանք, որ դատախազության համար ընդունելի մեթոդաբանությունը, որոնցի հայտարարությունները հիմք են ընդունվում եւ մեր հետագա պաշտպանությունը նաեւ կառուցենք ձեր մեթոդաբանությունը հաշվի առնելով։ Հիմք ընդունվել ուսումնասիրվել են պարոն Հայրապետյանի հայտարարությունները, տված հարցազրույցները, այնտեղ հարցազրույցները եղել հայ ծխախոտի հետ կապված, ընկերությունների որոշ մասով դրանց հետ կապված, դրանք դրվել են միջնորդության, եթե ծանոթ եք, այնտեղ ներկայացվել են հատվածներ, որը պարոն Հայրապետյանը դրել է, այո, հիմք ընդունվել է $500,000, եթե որևէ հերկող տեղեկատվություն կներկայացի պատասխանող կողմը, դատախազությունը պատրաստ է դա քննարկել, ըստ էության դրանք տրվել է, եթե չեմ սխալվում, մի քանի թերթերի եւ տրված այդ հայտարարությունը, եթե չեմ սխալվում, մուզեյներ տրված, այնտեղ պարոն Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի եւ Մակեդոնիան խաղից հետո իր միջոցներից տրամադրել է $500,000, որը ավելացվել է որպես այդպիսի ծախսերի մեջ։ Եթե այլ դիրքորոշում կներկայացվի պատասխանող կողմից դրան հերքո դատախազությունը դա կքննարկի։ Չէ, դուք իմ հարցը ճիշտ ասած, սխալ հասկացաք կամ այլ պատասխան տվեցիք։ Ես ասում եմ պարոն Հայրապետյանի բոլոր հայտարարությունները ուսումնասիրել է, հարց, եւ առանձնացվել է դա ու բերել, թե միայն այդ հայտարարությունն եք դուք բերել այստեղ։ Ինչ որ հատկապես չգիտեմ ինչ գործառույթից ելնելով։ Հատկապես ինչ գործառույթից ելնելով չէ, այն հրապարակային հայտարարությունները որ տրվել են, դրանք ուսումնասիրվել են, ըստ էության որը կապել է գործի հետ, դրանք հիմք ընդունվել են այո։ Հասկացել եւ իմ գործընկերը հարցը ձեզ ուղղեց, բայց ես մի փոքր ճշգրտում հարցի մեջ ուտել ես պատասխանել չլսեցի, խոսքը վերաբերում է Հայ-Էկոնոմ բանկի կողմից տրված տեղեկատվությանը, քրեական գործով փաստվել է, ովքեր կդրել են, որ Հայ-Էկոնոմ բանկը տրամադրել է ոչ լիարժեք տեղեկություններ, այսինքն ավելի բարձրացան զրոներ կատարված գործարքների վերաբերյալ, զրոներ, այսինքն տվել է որ գործարքներ արկա չեն, բայց մենք այս փաստեր, որոնց հիման քրեական գործ հարուցված, հիմա եւ հարցը հետեւելն է, դուք մեր կողմից ներկայացված որ զրոները այդ հարավոր միլիոնների մասին, օրինական միջոցների մասին, տվյալները ներառել եք այս փաստաթղթում, հաշվարկում, թե չէ։ Եվ եթե չէ, դուք ասեք գրանտով բակոյի գործընթացը դրան չէ վերաբերվում։ Խոսքը վերաբերում է վաճառքից առաջացած միջոցների, օրինական միջոցներին, որը Հայ-Էկոնոմ բանկը չէր տրամադրել այդ թվերի մասին տվյալներ դատախազությանը։ Հիմա ասում եմ հարցը դեպի այդ թվական տվյալները չտրամադրելու, եթե այդտեղ չկա հիմնավորումները որոնք են, մի դեպքում մարդու բարավոր հայտարարությունները ասում եք պարոն Հայրապետյանը այսպիսի տվյալները հայտնել փաստաթղթում, մյուս դեպքում հաստատական տվյալները չեք ներառել փաստաթղթում։ Ես ճիշտ եմ, որ չեք ներառել, թե չէ, այո կամ ոչ։ Ես արդեն նշել եմ ընկերության հետ կապված, դրանք հաշվի չեն առնվել։ Հաշվի չեն առնվել։ Իսկ մնացած հիմնավորումները արդեն կքննարկվի ըստ էության միջնորդության թույլատրելիությունը որոշելուց հետո, այսինքն եթե ընդունվի մնացած արդեն դիրքորոշումը իմ դրա հետ կապված ընդունել չընդունելու, դրանք արդեն կներկայացվի ըստ էության քննության շրջանում։ Այսինքն մենք կեղծ փաստաթղթեր ենք ներկայացնում։ Ես գնահատական չեմ տալիս հարգել դատան որևէ փաստաթղթի, որը ներկայացվել է, իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից ներկայացված փաստաթղթին, ըստ էության քննության շրջանում դրանց ամենալավ կկատարվի։ Շնորհակալություն։ Այլ հարց ունեք։ Շնորհակալ։ Արգել դատարան դիրքորոշումը ես գրավորել եմ ներկայացնել, բայց դուք նաև ավելի հակիրճ բանալով ներկայացնել։ Եթե գրավորումներ ունեք, Այո։ այս որին դատարան։ Դատարան։ Օրհնություն ունեք։ Այո։ Էլեկտրոնային եւ այլն։ Արգել դատարան, ինչպես արդեն քննարկեցինք, այս փուլում դատարանի լուծման հետագա հարցն այն է, արդյոք
միջնորդությամբ ներկայացված այցի հիմքի եւ առարկայի լրացումը պետք է թույլատրվի, այսինքն փոփոխված այցելուներով արդյունքում շրջանառությունը թե սկզբնական այցով։ Մենք գտնում ենք, որ այցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը թույլատրելի չէ, ինչպես քաղաքացիական դատավարության նորմերի օրենսգրքի նորմերով համապատասխանում, այնպես էլ սահմանադրական դատարանի դիրքորոշումների համապատասխանում։ Մասնավորապես ինչպես շարադրված է միջնորդության մեջ եւ պատասխանից էլ ակնհայտ դարձավ, միջնորդությունը ներկայացնելու առիթը սահմանադրական դատարանի հայտնի որոշումն է եւ մասնավորապես այն հանգամանքը, որ այդ որոշմամբ ավերևույթ հանցանքի հիմքով սկսված ուսումնասիրությունների եւ ներկայացված այցերի կապակցությամբ սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ այդ դեպքում այցը կարող է բավարարվել միայն եթե ապացուցվի որոշակի պատճառահետևանքային կապ հանցանքի եւ ծերբերված ակնհայտ որակվող դեպքի միջեւ։ Մեր դեպքում ուսումնասիրությունը սկսվել էր այդ հիմքով եւ այցը ներկայացվել էր այդ հիմքով եւ դեռ մենք էլ մշտապես մինչեւ սահմանադրական դատարանի որոշումը ընդդել ենք, որ պետք է դատախազության վրա պետք է դրվի ապացուցման պարտականություն ապացուցելու այդ պատճառահետևանքային կապը, սակայն մինչև սահմանադրական դատարանի որոշումը հակառակն է ընդդել դատախազությունը եւ նման որևէ կապ այցելուում չի ներկայացվել։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ըստ էության իր հայցի հիմնավորվածության խնդիր ունենալով հայցքորը կարիք է ունեցել ներկայացնելու այս փոփոխությունը հայցի հիմքի առարկայի եւ փորձել է իր այցը հիմնավորել նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով։ Դրա դեպքում ինչ էական մենք փոփոխություններ ունենք։ Առաջինը այցի հիմքի լրացում փոփոխություն, մասնավորապես փոփոխված այցի հիմքում ոչ միայն հանցավորության դեմ պայքարի նպատակն է, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ ըստ այդմ վկայակոչվում է փաստ այցի հիմքում տրվում է էական փաստ, ըստ որի պատասխանող Ռուբեն Հայրապետյանը որոշակի ժամանակահատվածում եղել է օրենքի իմաստով պաշտոնատար անձ։ Մյուս էական փոփոխությունը այցի առարկայի փոփոխությունները եւ լրացումներն են, բազմաթիվ էստեղ փոփոխություններ ունենք։ Փոփոխված այցի առարկան ներառում է մի շարք գույքային միավորների բռնականացման պահանջ, որոնք սկզբնական այցով ներկայացված չէին, ինչպես նաև սկզբնական այցով ներկայացված պահանջներով գույքային զանգվածի բազմաթիվ փոփոխություններ։ Եվ ի վերջո պահանջ նոր պատասխանողի դեմ, այս որը միջնորդությամբ նաև փոխվում է գործում նոր պատասխանող ներգրավել, այդպիսով ընդլայնելով նաև այցից փոխող սեփականության իրավունքի սահմանափակման սուբյեկտային շրջանակը։ Ներկայացնում այն հիմքերը, որոնց հիմա մենք գտնում ենք, որ այս փոփոխությունները թույլատրելի չեն, որ դատարանը չպետք է դրանք թույլատրի։ Մասնավորապես այս հարցերը դատավարական նորմերով կարգավորվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով եւ դրա 5-րդ մասի համաձայն այցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով այցը սկզբնապես հավաքվել է, կամ քննվող գործով դուրս է գալու առաջին այցանի դատարանի ենթակայության սահմաններից։ Սահմանադրական դատարանը օրենքի սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշմամբ հստակ տարանջատել է այն հանրային շահերը, որոնց պաշտպանության նպատակով կարող է ներկայացվել ապօրինացական ունեցող գույքի բռնականացման պահանջով այցը։ Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահը եւ հանցավորության դեմ պայքարի հանրային շահը։ Այս տարանջատումը արտացոլված է ՍԴ որոշման 101 եւ 2-րդ կետերում, որոնց մասին արդեն խոսեցինք, եւ հանգելի դատարան ձեր ուշադրությունը հրավիրում այն հանգամանքին, որ սահմանադրական դատարանի այդ բավական ծավալուն որոշման այլ կետերում եւս այդ տարբերակումը հստակ երևում է։ Ես ինչ տարբերակման մասին է խոսքը, որ այդ երկու հանրային շահերը եւ տարբեր ոչ հիմնական հանրային շահեր են եւ դրանից բխում են որոշակի նաև ընթացակարգային ապացուցման հետ կապված եւ այլ տարբերություններ։ Մասնավորապես օրինակ 187-րդ կետում սահմանադրական դատարանի որոշմամբ դատարանը նշում է. օրենքով ներդրվել են ընթացակարգեր, որոնք ուղղված են ոչ օրինական հիմքով ձեռք բերված գույքը, սույն որոշման 101-րդ կետում նշված հանրային շահերից մեկի բավարարման նպատակով բռնականացման։
Այստեղ էլ մենք հստակ տեսնում ենք, որ այդ երկու տարբեր հանրային շահերը տարբերակված են, այսինքն լեզվից էլ ակնհայտվում է սույն որոշման 101-րդ կետում նշված հանրային շահերից մեկի, այսինքն դրանք երկու տարբեր շահեր են, եւ դրանցից որևէ մեկի կամ միգուցե նաեւ երկուսի նպատակով կարող է իրականացվել վարույթը։ Մեկ այլ օրինակ 398-րդ կետում Սահմանադրական դատարանի որոշման դատարանը նշում է. Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագործման պետական շահի առկայության չափորոշիչի համապատասխանության հարցին, ապա պետք է նկատի ունենալ, որ նախսույն որոշման 104-ից 118 եւ 119-ից 128-րդ կետերում նկարագրված նպատակները հանրային շահեր են, որոնք հետապնդվում են պետության կողմից։ Այսինքն կրկին այդ երկու նպատակները կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ հանցավորության դեմ պայքարի նպատակը տարբեր հանրային շահեր են։ Եվ հարցու պատասխանից էլ ակնհայտ դարձավ, որ ըստ էության հայցադիմումը, այցի հիմքը լրացվում է երկրորդ հանրային շահով, կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահով, որպես առանձին շահ, եւ դա նաեւ ակնհայտ է միջնորդությունից, մասնավորապես դրա երրորդ էջից։ Այսպիսով, միջնորդության ներկայացված այցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը արգելության մենք պնդում ենք, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ թույլատրելի չէ, քանի որ դրանով փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է։ Այսինքն սկզբից մենք ունենք հանցավորության դեմ պայքարի նպատակ եւ դրա հանրային շահ, հիմա մենք ունենք նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ եւ հանրային շահ։ Այստեղ կարող է հարց առաջանալ, որն է այս մեր այս դիրքորոշման նպատակը եւ որն է ընդհանրապես քաղաքացիական դատավարության օրենսգրքի քննարկող նորմի նպատակը, այսինքն ինչու է սահմանափակվում այս որի տնօրինչական հնարավորությունը փոփոխելու իր հայցի հիմքը եւ առարկան։ Տեսնում ենք, որ 170-րդ հոդվածում մասնավորապես սահմանափակումները երկու բնույթի են, առաջինը ժամկետային սահմանափակում, այս որը պետք է կարող է հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել մինչև գործով ապացուցման պարտականություն բաշխվել է եւ բովանդակային սահմանափակում։ Հայցի հիմքը եւ առարկան չեն կարող փոփոխվել այն աստիճան, որ հանգեցնեն այն իրավունքի կամ օրենքով պահպանվող շահի փոփոխության, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է կամ գործը դուրս բերել առաջին դատարանի երթակայության սահմաններից։ Արգելդատարան ակնհայտ է, որ տնօրինչականության սկզբունքի այս սահմանափակումը քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինքը նպատակ ունի հավասարակշռելու, հակակշռելու դատավարության այլ նպատակներով եւ այլ սկզբունքներով, մասնավորապես կողմերի մրցակցության, իրավահավասարության սկզբունքները, դատավարական խնայողության սկզբունքը, որը թեև արտացոլված չէ որպես նորմ դատավարության օրենսգրքում, բայց դրսևորվում է բազմաթիվ դրույթներով, եւ ըստ այդմ պաշտպանվում են այս սահմանափակումներով ինչպես արդարադատության շահը, այնպես էլ գործի մասնակցող մյուս անձանց մասնավոր շահերը։ Մասնավորապես, եթե այս սահմանափակումները չլինեին, ապա հայցվորը կկարողանար դատավարության ցանկացած փուլում ընդունվում վճիռ կայացնելուց առաջ փոփոխել հայցի հիմքը եւ առարկան եւ դատարանը գործի մասնակցող մյուս անձին ստիպված են լինելու անընդհատ կրկին անցնել դատավարական ընթացակարգերի միջով թուղթ սկսել սկզբից, վարել հայցի փոփոխված հիմքը եւ առարկան, ապացուցման պարտականությունը բաշխվել, ապացուցման առարկան որոշել եւ այլն։ Այստեղ մենք ունենանք անվերջ ձգձգող դատական գործեր եւ ինչպես դատավարական խնայողության սկզբունքի խախտում, այնպես էլ կողմերի մրցակցության եւ իրավահավասարության սկզբունքի խախտում։ Այդ նպատակով այդ սահմանափակումները սահմանված են եւ դա ամենևին չի նշանակում, որ հայցվորը քաղաքացիական դատավարությունում չի կարող իր փոփոխված պահանջը ներկայացնել։ Բացապես դա կարող է անել առանձին հայցով, առանձին գործով, չխանգարելով արդեն իսկ ընթացող եւ որոշակի փուլի հասած դատական գործով արդարադատության իրականացմանը։ Եվ եթե քաղաքացիական դատավարության օրենսգրքից արդեն կամ դեպի մասնավոր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագործման ընթացակարգ եւ պրոյեկտը այս հարաբերությունները օրենքի կոդեքսում, ապա տեսնում ենք, որ
այս երկու շահերով ներկայացված այցերի քննությունը նաև բազմաթիվ ընթացակարգային տարբերություններ է ենթարկում։ Մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի հանրահիշարի և հանցավորության դեմ պայքարի հանրահիշարի տարբերության պայմանավորված տարբեր են իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելու հիմքերը։ Այդ տարբերություններով պայմանավորված տարբեր են նաև ուսումնասիրություն սկսելու ընթացակարգերը։ Այդ տարբերություններով պայմանավորված տարբեր են գույքի, ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի գործադրման նախապայմանները, մի դեպքում պահանջվում է ենթադրյալ հանցանքի և գույքի ձեռքբերման միջև պատճառի հետևանքային որոշակի կապի առկայություն, մյուս դեպքում դա չի պահանջվում։ Վերը նշված տարբերություններով պայմանավորված նաև տարբեր են պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոցները և ի վերջո էապես տարբեր է նաև ապացուցման առարկան և ապացուցման բեռը։ Ինչպես նշեցի, մեր այդ դիրքորոշումը, ըստ որի այս նման ծավալի նման էական փոփոխությունները թույլատրելու չէ, չի բացառում այս նույն իրավունքը առանձին կայսով այդ պահանջները ներկայացնելու և հարգելի դատարան մեր այս դիրքորոշումը բխում է նաև սահմանադրական դատարանի որոշումից, դրանով ներկայացված դիրքորոշումներից։ Մասնավորապես, ինչպես արդեն բազմիցս քննարկեցինք, այս հայցի փոփոխության թույլատրելիության մասին պնդումը այս օրը կառուցում է իդեպ ոչ միայն այս գործով, նաև քանի այլ գործերով, որոնց մասին տեղյակ ենք սահմանադրական դատարանի որոշման 102-րդ կետի վրա, տալով դրան այնպիսի նշանակություն, որը դրված չէ սրտի որոշման մեջ և չէր կարող դրված լինել, քանի որ դա դուրս էր քննված սահմանադրական վերջի առարկայից։ Մասնավորապես այդտեղ սահմանադրական դատարանը ընդամենը քննարկել է օրենքի նպատակները, օրենքով հետապնդվող հանրահիշարները և այդտեղ որևէ դատավարական ընթացակարգի մասին քննարկում չի եղել։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը 102-րդ կետով ներկայացված, այո, թույլ է տալիս, որ այդ երկու նպատակները, երկու շահերը զուգահեռ քննարկվեն, բայց դա ենթադրում է, որ ի սկզբանե ուսումնասիրությունը պետք է սկսվի այդ երկու հանրահիշարերի պաշտպանության նպատակով, պետք է պահպանվեն այդ երկու հանրահիշարներից բխող տարբեր հանրահետաքրքիրը, պետք է պահպանվեն այդ երկու շահերից բխող տարբեր ապացուցման առարկան արդեն ուսումնասիրության փուլում, այսինքն իրավասու մարմինը դրանցից բխող տարբեր հանգամանքներ պետք է ապացուցի ուսումնասիրության փուլում և սահմանադրական դատարանի որոշումից որևէ կերպ չի բխում, որ արդեն իսկ ընթացող դատավորությունում, որում առանց կոռուպցիայի դեմ պայքարի հիմքով ուսումնասիրություն անցկացնելու, կարելի է առերևույթ հանցանքի հիմքով սկսված ուսումնասիրության արդյունքում ներկայացված հայցից անցնել կամ այն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով քննվող հայցով։ Այն էլ իրավունքի դատավարական ընթացակարգերի կապով։ Ինչպես նշեցի, այդ հարցը դուրս էր սահմանադրական դատարանի սահմանադրական վեճի առարկայի շրջանակներից։ Մասնավորապես գրավոր դիրքորոշման մեջ վկայակոչել ենք մի շարք դեպքեր սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքից, ըստ որոնց սահմանադրական դատարանը որոշում է և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ, այսինքն դիմումում նշված առարկայից չի կարող դուրս գալ սահմանադրական դատարանը և ավելին հենց մեր քննարկվող սահմանադրական դատարանի որոշման մեջ է դրա 407-րդ կետում դատարանը հստակ նշել է, որ օրենքի որևէ դրույթի սահմանադրականության հարց կարող է բովանդակային քննության առարկա դառնալ միայն դրա վիճակման դեպքում։ Սահմանադրական դատարանի մասին օրենքը նաև սահմանում է որոշման բովանդակությունը, որտեղ ըստ որի պետք է արտացոլվի նաև դիմումի համառոտ բովանդակությունը, փաստական և իրավական հանրահավաքները, որոնք հետազոտել է դատարանը, և այդ կոնտեքստով էլ ուսումնասիրելով սահմանադրական դատարանի որոշումը, տեսնում ենք, որ դիմող սուբյեկտը, որ դիմել է սահմանադրական դատարանին, չի բարձրացրել այն հարցերը, որոնք մենք հիմա քննարկում ենք։ Եվ այդ հանգամանքը կրկին սահմանադրական դատարանը բազմիցս շեշտում է, օրինակ 23-րդ կետում նշում է հետևյալը,
Սույն սահմանադրական վեճի շրջանակում գործի քննությունը վերաբերվել է դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների սահմաններում օրենքի դրույթների սահմանադրականության ստուգմանը եւ սահմանադրական դատարանը դիմողի կողմից չառաջադրված հարցերին չի անդրադառնում։ Արգել դատարան մեջ բերել ենք սահմանադրական դատարանի որոշումից հատվածներ, որտեղ ներկայացվում է դիմողի պահանջը, դրանք չկրկնեն ժամանակահատվածի նպատակով, այդ մեջբերումներից հստակ երևում է, որ դիմող կողմը սահմանադրական վեճի շրջանակներում վիճարկել է օրենքի դրույթի սահմանադրականությունը այն համատեքստում, որ անձի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գույքի բռնագործման վարույթ սկսելը առանց հանցագործության արտահայտության հակասում է սահմանադրությանը, խախտում է անձի հիմնարար իրավունքները։ Այստեղ դիմողը վիճարկում է առանց որևէ թեկուզ արևելույթ հանցագործության արտահայտության միայն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձի գույքի բռնագործելու կառուցակարգը եւ ոչ ավելի։ Որևէ խոսք չկա օրենքով նախատեսված երկու առանձին վարույթների փոխլրացման եւ արդեն գործի քննության ընթացքում մեկից մյուսին անցնելու սահմանադրական հարցի բարձրացման եւ վիճարկման մասին։ Կրկին դիմումի հիմնավորումներից տեսնում ենք, որ նման հարց չի բարձրացվել սահմանադրական դատարանի առջև եւ սահմանադրական դատարանը բնականաբար չի քննարկել նման հարց։ ՍԴ որոշման 87-րդ կետում դատարանը անդրադարձել է պատասխանողի հետևյալ դիրքորոշմանը։ Պետություններում կարող են գոյություն ունենալ միանգամայն տարբեր գործիքակազմերի միջոցով միևնույն գերական նպատակին հասնելու ծառայող տարբեր ինստիտուտներ եւ դրանց միաժամանակագործության փաստը միայն չի կարող վկայել դրանցից որևէ մեկի մյուսին այլ ընտրանք հանդիսանալու հանգամանքի մասին։ 88-րդ կետում դատարանը նշանակում է, որ պատասխանողի եզրահանգման, այստեղ արդեն պատասխանող կողմի դիրքորոշումների մասին խոսք օրենքով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերը խնդրահարույց չեն միջոցի համաչափության կամ նրա լեգիտիմ նպատակի քննարկման տեսանկյունից։ Պետք է ընդգծել, որ 87-րդ կետում պատասխանողը հստակ խոսում է դիմողի այն մտահոգությունը հերկելու մասին, որ քննարկող ինստիտուտը որևէ դեպքում չի կարող գնահատվել որպես հանցագործությունների բացահայտման, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պետության պարտականության իրագործման այլ ընթրակ։ Պատասխանողը նշում է նաև, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագործման գործիքակազմը միտված է հասնելու հանցավոր գույքի շրջանառության հետ պայքարի գերական նպատակին, ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելու, այլ ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու եւ ֆինանսական բնույթի հանցագործությունների գերակշռությունը նվազեցնելու միջոցով։ Որոշման 99-րդ կետում մեջ բերելով պատասխանողի դիրքորոշումը դատարանը նշում է հետևյալը. Օրենքը ընդունել է որպես կոռուպցիայի կանխարգելման եւ հանցավորության նվազեցման ուղղված համակարգերի բարեփոխումների բաղադրիչ։ Համապատասխանաբար օրենքը ուղղված է ձեռքբերումն օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի բռնագործման այն անձանց վերաբերող դեպքերում, որոնք օրենքի մասով հանդիսանում են պաշտոնավոր անձ կամ ում վերաբերյալ ապա օրենքով նախատեսված հանցանքով պետական։ Այստեղ պատասխանողը շեշտում է, որ երկու կառուցակարգերն էլ օրենքը նախատեսում է շեշտելով օրենքով հետապնդված նպատակը։ Պատասխանողի նշված դիրքորոշումները բացառապես ներկայացված են որպես պատասխան դիմողի այն դիրքորոշմանը, թե միայն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալները առանց քրեական գործի արտահայտության եւ անձին ներկայացված մեղադրանքի չեն կարող համարվել սահմանադրական եւ հետեւաբար դրանք պետք է լինեն միասին։ Այսպիսով հստակ ուրվագեցվում է ենթատեքստը, որում ներկայացնում են դիմողի եւ պատասխանողի դիրքորոշումները։ Այն է, կարող է արդյոք լինել օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում գույքի բռնագործում առանց քրեական գործով առաջադրված մեղադրանքի, դիմողը գտնում է, որ ոչ չի կարող, իսկ պատասխանողը գտնում է, որ դրանք առանձին կարող է գոյություն ունենալ որպես միևնույն նպատակի ծառայող լեգիտիմ գործիքակազմ։ Հետևաբար հիմք ընդունելով երկու կողմերի դիրքորոշումները, ՍԴ որոշման 101-րդ կետում դատարանը առանձնացնում է օրենքով հետապնդված նպատակները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ հանցավորության դեմ պայքարը։ Այնուհետև դատարանը շարունակում է նման պայմաններում սեփականության իրավունքին օրենքին համապատասխանության վերաբերյալ իր վերլուծությունը սահմանադրական դատարանը սկսում է այս երկու կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանցավորության դեմ պայքարի նպատակների քննարկումից։ Այստեղ այսինքն տեսնում ենք այդ համատեքստը, որի շրջանակներում 101-րդ եւ 102-րդ կետերը սահմանադրական դատարանի որոշման
մշակվել են, ընդունվել են և հրապարակվել են, այսինքն դրանք բացառապես օրենքում հետապնդվող նպատակների արձանագրում են և որևէ ընթացակարգային դատավարական հարց չեն ենթարկվում, դրա քննարկում չեն ենթարկվում։ Եվ ինչպես նշեցինք, այդ միմյանց բացառող սահմանադրական դատարանի միտքը 102-րդ կետում, միմյանց ստորի այս երկու նպատակները միմյանց բացառող չեն և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխհրացնելով, այնպես էլ փոխհրացնելով, այս միտքը կարող է մեկնաբանվել այնպես, որ վարույթը սկսելու ժամանակ իրավասու բանինը բացահայտի, որ կոռուպցիոն ճանապարհով դուրս ձեռք բերած անձը կարող է միաժամանակ նաև մեղադրվել հանցագործության կատարման համար և տվյալ դեպքում հանցագործությունը կարող է համընկնել պաշտոնավարման և ապօրինի գույքի ձեռքբերման հետ։ Սահմանադրական դատարանը նշված կետում ուղղակիորեն օրինակ է բերում, նշելով օրինակ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտոնատար անձ են, այսինքն կոռուպցիոն բնույթի հանցանք, որը կատարել է պաշտոնատար անձը և այս դեպքում օրենքի երկու նպատակները այո համընկնում են։ Տվյալ դեպքում վարույթը կարող է հարուցվել օրենքով սահմանված այս երկու նպատակների ցանկացածով, քանի որ այս առումով այդ երկուսի գործիքակազմերը նույնն են և թույլ են տալիս հասնել նույն նպատակին։ Կրկնենք, որ օրենքի բոլոր կարգավորումների հաշվառման, որոնց մասին խոսեցինք, սա կարող է իրականացնել միայն անձին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսելիս այդ փուլում։ Եվ այս մասով նաև հարցու պատասխանի վերադառնալով հարգելի դատարան, հստակ տարանջատենք, որ այո կարող է դեպքեր լինել, երբ միայն մեկ հիմքով կարող է սկսվել ուսումնասիրությունը, որովհետև անձը եղել է պաշտոնատար անձ, բայց չկա համապատասխան մեղադրանք, կամ հակառակը կա մեղադրանք, կա քրեական վարույթ, բայց չի հանդիսացել պաշտոնատար անձ։ Այսինքն ամենևին չի ենթադրվում, որ ուսումնասիրություն սկսելիս դատախազությունը այդ երկու նպատակն էլ հետապնդում է, որովհետև պետք է լինեն համապատասխան հիմքեր և այդ հիմքերով սկսված ուսումնասիրություն։ Տվյալ դեպքում վերադառնալով մեր հարցու պատասխանին և այս գործով սկսված ուսումնասիրությունը ակնհայտորեն սկսվել է բացառապես մեկ նպատակի շրջանակներում, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, քանի որ ուսումնասիրությունը սկսվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ մեղադրանքի հիմքով։ Ամփոփելով առարկության այս բաժինը, հարգելի դատարան, սրտի որոշման համատեքստում հակիրճ առանձնացնենք առերևույթ հանցանքի հիմքով սկսված վարույթից պաշտոնատար անձանց գույքի բռնագանձման վարույթին անցնելու անհնարինության վերաբերյալ հիմնավորները։ Առաջին, սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։ Երկրորդ, ինչպես սահմանադրական դատարանը նշել, սահմանադրական վեճի շրջանակում գործի քննությունը վերաբերվել է դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների սահմաններում օրենքի դրույթների սահմանադրականության ստուգմանը և սահմանադրական դատարանը դիմողի կողմից չառաջադրված հարցերին չի անդրադարձել։ Երրորդ, սահմանադրական դատարանի որոշումը այս հարցի կապակցությամբ չի պարունակում օրենքով պահանջող փաստական և իրավական այն խնդրանքների նշումը, որոնք հետազոտել է դատարանը։ Սահմանադրական դատարանը ինքն է նշում, որ սահմանադրական վեճով իրականացված վերացական ստուգման շրջանակում անդրադարձել է դիմողի կողմից առաջադրված իրավական հարցադրումներին, բացառապես դրանցում պարունակվող հիմնավորումների սահմաններում։ Եվ ի վերջո, առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման մեկ հիմքով սկսված վարույթը մեկ այլ հիմքով շարունակելու իրավաչափության վերաբերյալ հարցադրում դիմողի կողմից սահմանադրական վեճի շրջանակներում չի եղել և հետագայում սահմանադրական դատարանի այդ հարցին որևէ անդրադարձ չի եղել և չէր կարող լինել։ Սա նշանակում է, որ դատախազության մեկնաբանությունը կամայական է, որոշման բովանդակությունից և ենթատեքստից կտրված և ըստ այդմ ոչ իրավաչափ։ Ամփոփելով հարգելի դատարան, մենք գտնում ենք, որ այս միջնորդությունը թույլատրելի չէ, հայցի ներկայացված հիմքի և առարկայի թույլատրելի չէ, քանի որ դրանց թույլատրելիությունը առաջին բացառվում է քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 173 հոդվածի 5-րդ մասով, քանի որ դրանով փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով այս սկզբնապես հարուցվել է, և երկրորդ, այս դատախազության դիրքորոշումը չի բխում սահմանադրական դատարանի որոշման արտահայտված
դիրքորոշումներից, քանի որ Սահմանադրական դատարանը ընդհանրապես նման հարց չի քննարկել եւ նման անցումը նույն վարույթից մյուս վարույթի անցումը թույլատրելի չի համարել։ Ելնելով նշվածից, խնդրում ենք միջնորդությունը մերժել, չթույլատրելով դրանով ներկայացված հարցի եւ հարաբերական փոփոխությունը։ Հավաքեցիք։ Այո։ Պարոն Մակինյան, դուք ունեք դիրքորոշում Հավաքել դատարանստերության նշել է դիրքորոշումը հարցերի վերաբերյալ, այս երկու նպատակները կարող են մերձվել, որը բխում է Սահմանադրական դատարանի դիրքորոշումից եւ ըստ էության այստեղ որևէ շահի փոփոխություն տեղի չի ունեցել եւ դատարանի ենթակայությունից վարույթը որպես այդպեսին դուրս չի եկել եւ ըստ էության որևէ հիմք չկա միջնորդությունը մերժելու համար եւ կողմի ներկայացրած փաստարկները անհիմն են, այսինքն կողմը ներկայացնում է հանգամանքները, որ պետք է երկու առանձին վարույթներով սրանք քննարկվեն, բայց ոչ Սահմանադրական դատարանը հենց այդ նպատակները քննարկելով նշել է, որ դրանք կարող են համընկնել եւ սա նաեւ հիմք է, որ մեկ վարույթի շրջանակում ոչ թե առանձին օրինակ ուսումնասիրվեն անձի եւ կոռուպցիայի դեմ նպատակը առանձին լինի քննարկի առանձին վարույթի շրջանակում եւ հանցավորությունը, այստեղ կարող են մեկտեղվել, ինչը եւ հենց այս վարույթի շրջանակում մեկտեղվել է եւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ հանցավորության դեմ պայքարի նպատակը եւ այն որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է այս հարցին, անդրադարձել է նպատակների քննարկման շրջանակում եւ որը արտացոլվել է Սահմանադրական դատարանի որոշման մեջ եւ ըստ էության փոփոխությունը բխում է նաեւ Սահմանադրական դատարանի որոշումից եւ ըստ էության որևէ շահի պաշտպանություն չի փոխվել, իրավունքը չի փոխվել։ Այսքան է։ Դուք ավելացնելու բան ունեք։ Ոչ այո։ Չունեմ։ Այդ դեպքում գործընթացը հավաքվում է որոշումը առանձին դատական ակտի կայացնում կողմերի դրանով է որոշում է դատական հարցը։ Դատական ստայտարանը